Եթե հունիսի 7-ին ձեր դաշինքը չհաղթի, ընդունելու եք պարտությունը, թե փողոց եք դուրս գալու, փողոցային պայքար եք սկսելու։ Պարոն Ալիխանյան, հայ ժողովուրդը հաղթելու է։ Հայ ժողովուրդը այդ փոփոխությունը Տեսականորեն, եթե ընդունենք, որ չեք հաղթում։ Տեսականորեն մենք պետք է դա չընդունենք։ Եթե այս պայքարի մեջ մենք այդպիսի տեսություններ ընդունեինք, մենք առաջի օրվանից այդ տեսությունների մեջ չէինք մտնի։ Այս պայքար չէ, ինչ որ մեկի հաղթելու։ Պայքար է ընդհանուր Հայաստանի ռազմավարական զարգացումը ապահովելու, ծնկից բարձրանալու, Հայաստանի ազգային միատարրությունը պահպանելու, իրապես զարգացող տնտեսություն ստեղծելու, ոչ թե փոքր ասֆալտապատումով ժողովրդի աչքերին թոս փչելու, այլ ժողովրդի գրպանը միջոցներ բերելու, աշխատատեղեր ստեղծելու։ Ասֆալտապատումը մեր երազանքների պիկը պետքա չլինի։ Մեր գործի հիմնական նպատակը, որ մարդիկ իրենց գրպանի վրա զգան, որ երկրում բան է փոխվել, աշխատանք ունենան, տարածաշրջանները հենց Տավուշի մարզում ապրեն եւ հարուստ ապրեն։ Այո, տարածաշրջանը Տավուշի մարզում մեր այցելությունների ընթացքում ես տեսա, որ ուղակի բարձի թողի վիճակ է տնտեսական քաղաքականությունը։ Երևանում ապրելով մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բարդ վիճակ է ռեգիոններում։ Ռեգիոններում չկա տնտեսական քաղաքականություն։ Զրոյին է մոտ տնտեսական քաղաքականությունը։ Եվ դա, եթե լիներ 6 տարի առաջ իմ այս հանդիպումները, օրինակ, չնայած տեղեկատվությունը որպես տնտեսագետ մենք տեսնում էինք, բայց հողի վրա իրավիճակը ավելի բարդ է, որովհետև վիճակագրությունը միշտ ավելի լավ թվեր է ցույց տալիս։ Եթե այս իրավիճակը լիներ 6 տարի առաջ, մենք կասեինք նոր իշխանություն է, պետք է մի քիչ ժամանակ, բայց 8 տարին դա նորմալ իշխանության ամբողջ ժամանակահատվածն է եւ դրա ընթացքում ոչ մի բան չարե։ Հարգելի հայրենակիցներ, այս իշխանությունը 8 տարվա ընթացքում ինչ պետք է լավ աներ, հասցրեց պետք է լիներ այս 8 տարվա ընթացքում արած լիներ։ Եթե մենք տեսել ենք, որ ձեր շրջաններում աղքատությունը չի հաղթահարվում, եթե մենք տեսնում ենք, որ ձեր երազանքները չեն կայանում, 8 տարում եթե դա չի արել, նոր 5 տարում էլ չի անելու։ Ուղղակի էլի իրենց գործերն են անելու, իրենց պարգևավճարներն են վճարելու, դուք էլ մնալու եք նույն իրավիճակում, մի քիչ ավելի շատ ասֆալտով, մի քիչ ավելի քիչ թանկ խանութներում, շուկաներում, թանկ գներում մթերքով եւ բերքի իրացման խնդրով, աշխատատեղերի բացակայությամբ, արդարության զգացումի վերացմամբ, արդարության դեմ համար էր պայքարում այս պայն Հայաստանի բոլոր շրջաններում իրենք մարդկանց աշխատանքի հետ կապված վտանգներ են ստեղծում մարդկանց հայացքների համար։ Մեր երազանքը գոյատևելը չի։ Մեր երազանքը, որ մեր ժողովուրդը լավ ապրի։ Ինչու ընտրել ձեզ։ Որպեսզի ամեն ամիս, ամեն եռամսյակ տարբերություն զգալ քո շրջապատում, քո կյանքում, քո քաղաքում։ Եթե ուզում ես տարբերություն զգաս քո կյանքի մեջ ամեն եռամսյակ, ամեն 6 ամիսը մեկ, տեսնես, որ փոխվում է, տեմպ տեսնես, դա տնտեսագետների առաջնորդությունն է։ Եթե ուզում ես մնաս նույն օրը, ընտրես մի քանի թիրախ, ում պետք է ատենք, սկսենք իրար ատել, ու 5 տարի էլ այսպես ատելության ֆոնում ժամանակ ձգենք, մի երկու բան էլ ավել տանք, թող Փաշինյանին ընտրեն, ժողովուրդ ջան, որոշեք։ Եթե ուզում եք փոփոխություն, տարբերություն ձեր կյանքում, որ գանք արդիկ էինք գնացել։ Հաղաքում բացի մի քանի խանութներից, որ լավ նոր երևում էին, որ վերջի 10 տարվա մեջ նոր էին, վերանորոգված, ոչ թե կառուցված հիմնականում, համայնքը որևէ լուրջ արդյունաբերական փոփոխություն, տների մեջ, մարդկանց կյանքի մեջ որևէ փոփոխություն մենք չենք տեսել։ Եթե 8 տարում այդ փոփոխությունը չեն բերել, 5 տարում է չեն բերի։ Մի հավատացեք նրան, որ իրենք ասում են կովիդ է եղել, կովիդ Վրաստանում էլ է եղել։ Պատերազմ եղել, պատերազմ իրանց դիվանագիտությամբ է եղել։ Իրենք կարող էին մասսայական արդյունաբերականացում անեին։ Ամբողջ հայ ազգը իրանց ընդունում էր առաջ օրերին։ Այնպիսի վարկանիշ, ինչպիսին Փաշինյանը ուներ այն ժամանակ, ոչ մի հայ առաջնորդ երբեք չի ունենալու, բայց բոլոր բիզնեսմեններն աջակցում էին։ Բան չկարողացան այդ ընտրողը, որը արդեն կողմնորոշված է, գիտի, որ ընտրելու է ձեզ, եւ այն ընտրողը, որ դեռ չի կողմնորոշվել, դեռ կամուկացի մեջ է, չգիտի ում ընտրել։ Հուշեք, որ համարն է
Եթե ուզում եք փոփոխություն, փոփոխության համար 3։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք, շնորհակալ մեր հարցերին պատասխանելով եւ հաջողություն ընտրություններում։